Հիմնականի մեջ 130-ամյակի արդիվ հարադեվության հարադև բայկար, ինչպես մենք բնութագրում ենք, այդ անսասան կամքի պահպանումն է և ամբողջական շահերու պաշտպանումը Հայաստանի և հայ ժողովրդի։ Այսօր հայ ժողովուրդը կներկայացնի այնպիսի իրավիճակ, որ աշխարհով մեկ սփռված է, դրա համար աշխատում ենք մենք աշխարհով մեկ, բայց բնականաբար գիծակետը հայրենիքն է և ընդհանրապես հայության իրավիճակը և պահանջները, որ ունենք ողջ աշխարհից։ Այդ ուղղությամբ բոլորս կամավոր զինվորներ ենք, պատրաստ աշխատելու, որ իրականացնենք այդ հիմնական նպատակները իսպաս հայրենիքի և հայության։ Նայեք, բայց այսօր իշխանությունները տանում են այսպես պառակտման քաղաքականություն Սփյուռքում, ամեն դեպքում այդ մասին ահազանգեր հնչեցնում են նաև լրատվամիջոցների միջոցով, Սփյուռքի տարբեր շրջանակներ, տարբեր կառույցներ, ասում են, որ իրենց չի գոհացնում այսպես ավանդական ինստիտուտները Սփյուռքի և իրենք նոր այսպես կառույցների կարիք ունեն։ Ամեն դեպքում Զարե Սինանյանը դրա համար ջանք չի խնայում։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է, ինչ վիճակ է այս պահին Սփյուռքում, ինչին եք ականատես դուք լինում, պառակտում կա թե ոչ։ Նայեցեք, պառակտումի ջիք կա, անկասկած։ Պառակտումի աշխատանքը այս իշխանությունների կողմը անկասկած։ Դա կգլխավոր է Զարե Սինանյանը, թե վարչապետը ինքը, ինչ որ լինի, վերջիվերջո իրենք փորձում են այդ պառակտումը ստեղծել ոչ թե վերանորոգելու կամ վերստեղծելու մի բան, այլ քանդելու նպատակով, որովհետև ճշմարտաբար այս իշխանությունները օրոք քանդումի քաղաքականություն է, որ տեղի է ունենում։ Եվ այդ իմաստով իսկապես որ ավեր կգործվի երբեմն, բայց մենք ինքնավստահ ենք, որ Սփյուռքի ամուր կառույցները, որ այսքան տարի դիմացել են իրենց հիմնական աշխատանքների մեջ, որոնք հայապահպանումն է, հայագերտումն է, հայտարարի աշխատանքներն են, ինչպես նաև անկախացումից հետո Հայաստանի հայրենիքի ծառայելու պատրաստակամությունը, adonk պիտի մնան անշեղ։ Մենք համաձայն ենք այն գոչերուն, որ գսվի, թե անհրաժեշտ է վերանորոգել, վերաթարմացնել, նոր ավիշ ներարկել, բայց այդ չի նշանակել եղածը քանդել, այլ կնշանակել բազապես հավելյալ թափ տալ այդ աշխատանքներին և ստեղծել այնպիսի միջավայր, որ մենք կարողանանք շատ ավելի մատներ գրավել Սփյուռքի մեջ, որպես իրենք հալ ծառայեն այդ նույն նպատակներուն, որոնց համար ստեղծված ենք որպես դաշնակցություն, որպես հայտարարի հանձնախումբեր և գրասենյակներ։ Սա է հիմնական մարտահրավերը, որ մենք կարողացի չափ ընդարձակենք, ավելի ներառենք մարդիկ, բացացնենք դոգոսը աշխուժը Սփյուռքի, որովհետև ճիշտ է, որ Սփյուռքի մեջ վերջիվերջո փոքրամասնությունն է, որ աշխուժ է, փոքրամասնությունն է, որ հարթակի վրա է, փոքրամասնությունն է, որ դաշնագիր աշխատանք կդանի երբեմն տարբեր երկրներում մեջ, բայց նաև ուրախ ենք ասելու, որ այսօր Սփյուռքի մեջ կտեսնենք իրենց արմատներու վերաթարցի խնդիր, որ նորություն է վերջին տարիների, ես Ամերիկայի և Կանադայի մեջ օրինակ ցուրված հայերի մի զանգվածի մոտ, իրենց զավակների մոտ տեսնում է այդ վերաթարցի իրենց արմատներու փարելու պատրաստակամություն։ Սա ընդհանուր մեկ երևույթ է, որ պետք է քաջալերել։ Երկրորդը, որ շատ կարևոր է, նկատի ունելով, որ այս իշխանությունները քանդել են Հայաստան-Սփյուռք ամեն կամուրջները և ճշմարտաբար ամեն տեղ մի անժխտական քաղաքականություն են կիրառում, անհրաժեշտ է Սփյուռքի մոտ վար պահել հայրենիքի անհրաժեշտության գաղափարը, որովհետև գա զանգված նույնիսկ աշխուժը Սփյուռքի մեջ, որ սկսել են հոգնել և օտարվել Հայաստանից։ Սա մեզ համար անընդունելի երևույթ է, որ ամեն տեղ գտնում ենք, որ պետությունը ուրիշ բան է, իշխանությունը ուրիշ բան է, մեկը մնայուն է, իշխանությունը գնայուն, և այդ ուղղությամբ մենք չենք գնալ որևէ մեկ ժամանակ երես դարձնել հայրենիքից և պիտի շարունակենք մեր հիմնական աշխատանքները նաև օժանդակելու Հայաստանի, նաև օգնելու, որ Հայաստանը ամրապնդվի, պաշտպանվի իր արտաքին թշնամիներից և հայտարարի մեր համակարգի առաջին հիմնական աշխատանքը հայրենիքի պաշտպանության և Արցախի հիմնահատցի խնդիրն է։ Նաև հաշվի առնելով, որ դուք Հայդատի կենտրոնական խորհրդի նախագահն եք, պարոն Տեր-Խաչատուրյան, կխնդրեմ ներկայացնել ինչ հավատում է այս Հայդատը և ինչ մարտահրավերներ ունի իր առջև ծառացած։ Սիրով, նախ ասեմ, որ Հայդատը ցեղասպանություն չէ միայն, բայց ավելի հանգամանորեն բարձրանալու